Paris Saint-Germain-ը եւ Arsenal-ը լուծեցին գլխավոր եվրագավաթում իրենց խնդիրները, մնաց ընդամենը մի վերջին քայլ։ Եվրոպա լիգայում պատմական իրադարձություն գրանցեց գերմանական Ֆրայբուրգը իր տպավորիչ խաղով կիսաեզրափակչում։ El Clasico-ն այս անգամ կլասիկ չստացվեց, ամեն ինչ խաղաղ էր ու շատ հանգիստ։ Շաբաթվա թիմում ցույց կտանք թոփինգ լիգաների ինտրիգները, շատ հետաքրքիր է Գերմանիայում, Իտալիայում, ինչպես նաև իհարկե Անգլիայում։ Բաժանորդագրվեք, լայքը դրեք ու մենք կսկսենք։ Նախորդ շաբաթ Էմիլիանո Մարտինեսը մեր պահեստային դարպասապանն էր, իսկ այս շաբաթ նա հիմնական կազմում է։ Նախ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում նա 4 պահեց դարպասը, իսկ Վիլան հաղթեց ու անցավ եզրափակիչ։ Ապա առաջնության Բյորլիի դեմ խաղում, բացի նրա 5 մաքուր սեյվերը, նա մի հատ էլ ասիստի հեղինակ դարձավ ու օգնեց իր թիմին մեկ միավոր վաստակել։ Այս քիպերը շարունակում է իսկական վրատար լինել։ Պաշտպանության աչից կգործի Լուկաս Կուբլերը Ֆրայբուրգից։ Գերմանական ակումբը պատմական հաջողություն գրանցեց, որից ավելի մանրամասն կխոսենք հերոսների բաժնում, իսկ այդ հաջողության մեջ իր մեծ ներդրումն ունեցավ մեր աջ պաշտպանը։ Չնայած նրան բարդ է պաշտպան կոչել, քանի որ իր թիմի խփած 3 գոլերից 2-ը ինքն է հեղինակել։ Դրան շատ է նպաստել մրցակցի ստացած կարմիր քարտը, Բրագան արդեն 6-րդ րոպեից մնացել էր 10 հոգով։ Այնպես որ Ֆրայբուրգը հաղթեց տոտալ առավելությամբ։ Վիլի Օրբանը մեր պաշտպանության կենտրոնում կգործի, գերմանական Լայպցիգը կատաղի պայքարի մեջ է Բունդեսլիգայում եռյակում հայտնվելու համար ու ամեն միավոր շատ կարևոր է։ Հունգարացի պաշտպանը առանցքային դեր ունեցավ Սանտ Պաուլիի դեմ հաղթական խաղում, ավելի կոնկրետ խփեց հենց հաղթական գոլը։ Բացի դա 96% փոխանցումների ճշգրտությամբ հաղթած բոլոր մենապայքարներով այս ֆուտբոլիստը լավագույնն էր այդ խաղում։ Պաշտպանության ձախից կգործի Օլիվեր Կանֆը Կոմոից։ Իտալական այս համեստ թիմը, որի մասին դեռ 2 տարի առաջ ոչ ոք չգիտեր, այսօր եվրագավաթների կռիվ է մղում։ Այդ ճանապարհին Ֆաբրեգասի թիմը 1-0 հաշվով կարողացավ հաղթել Վերոնային։ Կանֆը դարձավ միակ գոլային փոխանցման հեղինակը։ Գրեթե անթերի էր փոխանցումներ կատարելիս, իսկ մենապայքարները ուղղակի կրում էր մեկը մյուսի հետևից։ Անցնենք կիսապաշտպանությանը, որի ձախից իր վաստակած տեղն է գրավում Վիկտոր Գարսիան Լևանտեից։ Այս համեստ ակումբը պայքարում է տեղը պահել իսպանական Լա լիգայում ու դա ապացուցեց Օսասունայի դեմ հաղթական խաղով։ Նրանք հերոսական քամբեքի հեղինակ դարձան հետ գալով 2-0 հաշվից հետո։ Վիկտորը դուբլ գրանցեց, երկրորդ գոլը ուղղակի շքեղ էր։ Հետո ստիպեցին մրցակցի քիփերին ապուշանալ ու վերջին րոպեներին պոկել հաղթանակը, իսկ Վիկտորը միանշանակ այդ խաղի լավագույնն էր։ Կիսապաշտպանության աչից կգործի Շիկու Կոնսենսաունը, որը իր ժիր խաղով շատ է ուրախացնում։ Նրա Յուվենտուսը պայքարում է սերիայում եռյակում մնալու համար ու Լեչեի դեմ խաղում կարողացան հաղթել 12-րդ վայրկյանին խփած գեղեցիկ գոլով, որը հեղինակեց Վլահովիչը։ Իսկ պորտուգալացին գրեթե ամբողջ խաղի ընթացքում ակտիվ պրեսինգ էր գործադրում, թույլ չտալով մրցակցին արագ գրոհներ սկսել։ Կենտրոնից կլինի Էդերսոնը Ատալանտայից, Միլանի դեմ սկզբունքային խաղում նրանք կամք դրսևորեցին եւ պահեցին հաղթական հաշիվ։ Բրազիլացին նախ բացեց խաղի հաշիվը, ապա նրա գոլային փոխանցումից հետո Ռասպադորին խփեց հաղթական գոլը։ Բացի այդ ամենը, նա իր բուն պարտականությունները շատ լավ էր կատարում, օրինակ չէր սխալվում փոխանցումներ կատարելիս։ Էդերսոնը եւ խաղընկերները խաղավերջում շատ լուրջ ճնշման տակ էին Միլանի կողմից, բայց միևնույն է կարողացան հաղթանակը պահել 3-2 հաշվով։ Նրանց հույսերը եվրագավաթային գոտի մտնելու շատ իրական են։ Կիսապաշտպանության այս եռյակի առջևում կգործի Դանի Օլմոն։ Իհարկե Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստերին կարող էին առանձնացնել կլասիկոյում հաղթանակի համար, բայց Օլմոն առանձնացավ իր էսթետիկական գեղեցիկ գոլային փոխանցումով Ֆերան Տորեսին, ինչքան նրբագեղություն կար այդ փոխանցման մեջ, ուղղակի բառերով փոխանցելու չի։ Այդ փոխանցումը Բարսային բնութագրում է որպես թիմ, իսկ կլասիկոյից մենք անպայման դեռ կխոսենք։ Հոբելյանական 4-րդ անգամ խվիճակ վառած Խելյան կգործի հարձակման ձախ եզրում։ Մեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան ծափահարել վրացի ֆուտբոլիստին։ Արսենալի դեմ պատասխան խաղում նրա անցումները ուղղակի տպավորիչ էին, որոնցից առաջինը ընդհանրապես դարձավ
առանցքային եւ գոլային փոխանցման վերածվեց։ Հիմա պատկերացրեք, որ եզրափակչում Խվիչյան կրկին որոշիչ դեր ունենում Paris Saint-Germain-ը դառնում է Չեմպիոնների լիգայի հաղթող, բայց Խվիչայի բախտը չի բերում, քանի որ այս տարի է աշխարհի առաջնությունը ու ամենայն հավանականությամբ հենց այնտեղից կլինի ոսկեգնդակի դափնեկիրը, հարձակման աջ եզրից կգործի Լեանդրո Տրոսարը, չնայած նրա հիմնական դիրքը ձախից է, բայց վերջին մի քանի խաղում նա իսկապես շատ լավ է խաղում ու խաղա որտեղ որ ուզի։ Նախ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հենց բելգիացու հարվածից հետո սակայն կարողացավ խփել խաղի միակ գոլը ու Արսենալը արդյունքում եզրափակչի ուղեգիծ ձեռք բերեց։ Ապա առաջնությունում շատ ծանր դասավորվող խաղում Վեսթ Հեմի դեմ կարողացավ դառնալ միակ գոլի հեղինակը ու ատամներով պահեցին այդ հաղթանակը, չնայած Պեպ Գուարդիոլայի չագուճներին արած շատ մեծ աջակցությանը։ Արդյունքում զինագործները ավելի մոտեցան այդքան սպասելի չեմպիոնությանը։ Հարձակման գծում իր արժանի տեղն է զբաղեցնում Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացին Ինտերի համար շատ կարևոր պահի վերադարձավ ու իր գոլերով օգնեց ձևակերպել հերթական չեմպիոնությունը։ Լացիոյի դեմ խաղում արդեն չեմպիոնի կարգավիճակում նա կարողացավ գոլի հեղինակ դառնալ, գոլային փոխանցում արեց ու արդյունքում Ինտերը հաղթեց տպավորիչ 3-0 հաշվով։ Երկրորդ խաղում անընդմեջ խաղի վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։ Կա կարծիք, որ Ինտերը չեմպիոն է դառնում իտալական այլ ակումբների պոտենցիայով լուրջ խնդիրներ ունենալու ֆոնին, բայց կներեք, հաղթողներին չեն դատում։ Եթե Մադրիդի Ռեալից ինչ-որ մեկին առանձնացնելու լինենք, ապա դա կլինի 100% Տիբո Կուրտուան, որը մեր պահեստային դարպասապանն է այսօր։ Բելգիացին կրկին իր բարձրության վրա էր Բարսայի դեմ խաղում ու մի քանի անգամ տպավորիչ սեյվերով առանձնացավ։ Ջեյմս Տարկովսկին մեր պահեստայինների նստարանում է, որը ուղղակի փայլեց Crystal Palace-ի դեմ խաղում։ Նա հիմնական կազմում չի միայն այն պատճառով, որ Էվերթոնը ոչ մի հարց այլևս չի լուծում։ Տարկովսկին բացի իր բուն պաշտպանական գործողություններ անելը, գոլային փոխանցման հեղինակ դարձավ, գոլ խփեց։ Հիմա չես հասկանում, այստեղ են պաշտպանա, կիսապաշտպան, թե հարձակվող։ Ժերեմի Դոկուն նույնպես կլինի մեր պահեստայինների նստարանին, որպեսզի երկրորդ խաղակեսում մրցակցի հոգնած ֆոնին մտնի ու ժարի տանի, այնպես ինչպես անում էր Բրենթֆորդի պաշտպանների հետ։ Նրա կտրուկությունը ուղղակի սահմաններ չի ճանաչում։ Իսկ Սիթին հաղթեց 3-0 հաշվով։ Մեր պահեստայինների նստարանն են համալրում միանգամից 3 հարձակվողները Աստոն Վիլայից՝ Էմիլիանո Բուենդիան, Օլե Ոթկինսը եւ Ջոն Մկգինը։ Այս երեքով ուղղակի ոչնչացրին Նոթինգեմ Ֆորեստին Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։ Պատկերացրեք Ունայ Էմերին կրկին Եվրոպա լիգայի եզրափակչումը։ Ինչ որ բան հիշեցնում է դա։ Պահեստայինների նստարանը համալրել է նաև Մաքսիմիլիան Բեյերը Դորտմունդի Բորուսիայից։ Մեղուները նույնպես կռվում են Բունդեսլիգայի եռյակում տեղ ունենալու համար ու Այնտրախտի դեմ խաղը որոշիչներից էր։ Այս խաղում Մաքսը 2 գոլային փոխանցում է կատարել, անընդհատ ակտիվ էր իր եզրում, սրացումներ էր ապահովում եւ անցումներ անում։ Իհարկե, այդ ընթացքում երբեմն մոռանում էին պաշտպանության մասին, ինչի արդյունքում 2 գոլ բաց թողեցին, բայց միևնույն է խփել էին 3-ը եւ կարողացան հաղթել։ Այսպիսին էր մեր թիմը այս անգամ, կարծում եմ լավ է ստացվել։ Կիսվեք ձեր կարծիքով ու անպայման առաջարկեք մի շատ լավ մարզչի, որը կգլխավորի մեր թիմը։ Իսկ մենք անցնում ենք առաջիկա խաղերին։ Մայիսի 23-ին Մանչեսթեր Սիթին կընդունի Crystal Palace-ին հետաձգված խաղում։ Ֆրանսիայում չեմպիոնական խաղը կլինի Լանսի եւ Paris Saint-Germain-ի միջեւ։ Մայիսի 15-ին Աստոն Վիլան կընդունի Լիվերպուլին, մայիսի 16-ին Այնտրախտ Շտուտգարտ եւ Ֆրայբուրգ Լայպցիգ եւ վերջապես Անգլիայի գավաթի եզրափակիչը Չելսի ու Մանչեսթեր Սիթիի միջեւ։ Մայիսի 17-ին տեղի կունենա հռոմեական դերբին Ռոմայի ու Լացիոյի միջեւ։ Կոմո Պարմա եւ Միլան Ջենուա խաղերն էլ եվրագավաթների ուղեգրերի համար կլինեն։ Այն որ ասում են թշնամին տնից է լինում, այս դեպքի մասին է։ Չեխիայի առաջնության Սլավիա Պրահա եւ Սպարտախ չեմպիոնական խաղը շատ թեժ ու դրամատիկ պայքարում էր ընթանում։ Սլավիան հաղթում էր 3-2 հաշվով։ Խաղի լարվածությունը հասել էր գագաթնակետին 97-րդ րոպեին ու այդ паհին դաշտի տերեր Սլավիայի երկրպագուները, гжрած երկրպագուները Славия se bránila ze všech sil už přes půl hodiny. Zápas neukončil
zasunul roučku vvis, protože přibližně 3 minuty před koncem avizovaného nastavení běhli. Արդյունքում խաղը դադարեցվում է ընդամենը 3 րոպե առաջ խաղավարտից ու դեռ պարզ չի Պրահյան այս դերբիի ճակատագիրը։ Օրինակ Սլավիայի նախագահը բացեիբաց հայտնել է, որ իր կարծիքով իրենց տեխնիկական պարտություն են գրանցելու։ Անգամ խոստացել է նույնականացնել այն մարդկանց, ովքեր առաջինը դաշտ են մտել եւ ցմահ զրկել ստադիոն այցելելուց։ Մադրիդի Ռեալում մթնոլորտային ճնշումը շարունակում է բարձր մնալ նորմայից արդեն երկու ուղղությամբ։ Առաջինը Կիլիան Մբապեի հեռացման պահանջով ստորագրություններն են, որոնք տարբեր աղբյուրների համաձայն հասել են մինչև 50 միլիոնի։ Իհարկե, ամենայն հավանականությամբ այդ թվերը ճոխացրած են, բայց այնուամենայնիվ, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում։ Ամեն ինչ սկսվեց ֆրանսիացու ռոմանտիկ ընթրիքից նոր ընկերուհու հետ վնասվածքից վերականգնվելու ընթացքում։ Որոշ մասնագետներ պնդում են, որ Կիլիանի վնասվածքներն ու վատ խաղը սկսվեց հենց այդ աղջկա ի հայտ գալուց։ Բայց այստեղ ես համաձայն չեմ։ Ջահել տղան անպայման պետք է երկու այլ գնդակներ ունենա այլ խաղերի համար։ Բայց կատակը մի կողմ Մբապեն թիմի լավագույն ռմբարկուն է, մյուս կողմից էլ արդյունք չկա արդեն երկրորդ տարին անընդմեջ, այն մյուս կողմից էլ Վինիսիուսը փայլում է, երբ Մբապեն դաշտում չի։ Այսենց խառը վիճակ, որի ֆոնին էլ Վալվերդեն եւ Չուամենին որոշում են KFC կպնել հանդերձարանում։ Այս իրադարձության ու կռվի մասին Աբոյի սարքած տեսանյութեր ինչքան ուզեք, բայց ինչից է սկսվել այդ ամեն։ Ասում են մարզման ժամանակ Չուամենին շատ կոշտ սահանգման է գնացել Վալվերդեի հետ պայքարում ու հաջորդ օրը մարզումից առաջ Վալվերդեն չի սեղմել ֆրանսիացու ձեռքը ու պարապմունքից հետո հանդերձարանում որոշել են իրար ուտել։ Անգամ Վալվերդեն հոսպիտալացվել է ու այս ընդհանուր գաղջ մթնոլորտի ֆոնին Մադրիդյան թիմը եկավ Կամպ Նոու Բարսելոնայի հետ կլասիկոին խաղալու։ Ու այո, այս կլասիկոն պետք է դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ սա ավելի շատ Ռեալի տոտալ ձախողումներ, քան Բարսայի հաղթանակը։ Մադրիդյան թիմը ընդհանրապես ոչինչ չառաջարկեց։ Խոսել է այդ խաղի մասին, կարծում եմ ավելորդ է։ Ես միայն մի բան կասեմ այս երկու թիմերի վերջին 5 տարվա տարբերության մասին։ Բարսելոնան մնաց իր փիլիսոփայությանը հարազատ եւ շարունակեց զարգանալ այնպես, ինչպես միշտ է եղել։ Իսկ Ռեալը, չգիտես թե ինչու, որոշեց կտրուկ ձևափոխվել եւ դավանել պրեսինգյան, տոտալյան, ալոնսոնյան խաղին։ Կարծում եմ այսքանը բավական էր, որովհետև ամեն ինչ ակնհայտ է ավելի քան։ Գրեք ձեր կարծիքը եւ առաջարկեք տարբերակներ, թե ինչպես կարող է Ռեալը այս հայտարարակ վիճակից դուրս գալ։ Վերջի շաբաթը ուշագրավ էր երկու շատ հուզումնալից հրաժեշտի արարողություններով։ Առաջինը Բեռնարդո Սիլվան, որի հրաժեշտը Մանչեսթեր Սիթիին հայտնի է դեռ ավելի վաղ, ու մի քանի օր առաջ նա հրաժեշտի երեկո էր կազմակերպել հրավիրելով իր բոլոր ընկերներին, թիմակիցներին եւ այլն։ Շատ գեղեցիկ էին նրանք հրաժեշտի երեկոյին ու արժանի էր պորտուգալացին, որովհետեւ ուղակի չքնաղ ֆուտբոլիստ է իր բոլոր փոխանցումներով, գոլերով եւ այլնով։ Իսկ ահա Նիկոլաս Զյուլեի հրաժեշտը ոչ միայն հուզումնալից էր, այլ նաեւ ցավալի։ Այս ֆուտբոլիստը ընդամենը 30 տարեկանում որոշեց հրաժեշտ տալ պրոֆեսիոնալ ֆուտբոլին։ Նա վերջին տարիներին անընդհատ տանջվում էր տարբեր տեսակի վնասվածքներից։ Ինչ էի զգում ես, երբ մեր բժիշկը հերթական թեստն էր անում։ Նրանք բոլորը գլուխները բացասաբար թափահարեցին։ Ես գնացի լոգարան ու 10 րոպե լաց էի լինում։ Դա շատ ցավոտ էր։ Գերմանացին Բավարիայից Դորտմունդ էր տեղափոխվել 2022 թվականին, մինչ այդ գերմանական գրանդի կազմում նա 5 անգամ դարձել էր Գերմանիայի չեմպիոն։ Սա պատմություն է, թե որքան դաժան կարող է լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Հիմա խոսենք ավելի դրական բաներից։ Կանադացի рэպեր Դրեյկը մեծ ներդրում է կատարել Վենեցիայում եւ փրկել այդ ակումբին սննկացումից։ Նա ավելի քան 100 միլիոն եվրո է ներդրել ակումբում իր ընկերոջ
ընկերների, գործընկերների հետ Apex Group-ից։ Այսուհետ թիմը կգրի երգչի բրենդային մարզահագուստը, որը կարվում է Nike-ի հետ համատեղ եւ կոչվում է Nocta։ Տեսնենք թե որքանով Drake-ը կկարողանա հանգավորել ակումբի գործերը։ Գերմանական Freiburg-ը պատմական արդյունք գրանցեց իր գոյության ավելի քան 120 տարվա ընթացքում։ Յուլիան Շուստերի գլխավորությամբ այս ակումբը 4-3 ընդհանուր հաշվով կարողացավ հաղթահարել Բրագայի արգելքը եւ Եվրոպա լիգայի եզրափակում կհանդիպի Aston Villa-ին։ Անգլիական ակումբը գլխավորում է Unai Emery-ին, որի անունով կարելի է անվանափոխել եվրոպական կարևորությամբ երկրորդ մրցաշարը։ Կատակով իհարկե։ Շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Ով կհաղթի ըստ ձեզ։ Հանսի Ֆլիկը մեր գլխավոր հերոսն է։ Այս մրցաշրջանի ընթացքում բազում անգամներ շեշտել ենք նրա բացառիկությունը ու այդ ամենը ամրագրվում է Լա Լիգայի չեմպիոնությամբ, երկրորդ անընդմեջ չեմպիոնությամբ։ Ու խոսքը բնավ հաղթանակները կամ հաջողությունները չեն։ Անզեն աչքով երևում է, թե ֆուտբոլիստները ինչքան են սիրում գերմանացի մասնագետին։ Նրանց մեջ առանձնահատուկ կապ է ձևավորվել, ինչը օգնում է Բարսային հաղթել ու դառնալ եվրոպական լավագույն ակումբներից։ Եթե մեր մեջ էլ կա նման կապ, ապա արտահայտեք այն լայք դնելով այս վիդեոին եւ բաժանորդագրվելով։ Դրանով մեզ շատ կօգնեք ու մենք էլ կհաղթենք։